Երեխեքս ամեն օր մեկն մնում այն մոտ, որտեվ անառողջ վիճակած, տղես սրսկմանձի ժամանակայինու, որ ճնշումս այնքան է բարձրանում, որ Սերոժաս սրսկմա, ասենք էլ չենք թողում, որ սկորին գա, սկորին ժամանակայինու, որ ուշանմա տղես է սրսկում, այնքան են գնացել սկորին, արդեն ասում եմ, ոնց որ ջրի ճամփա եք սարքե, ամեն օր գալիս եք հիվանդանոց, ես էլ ի վիճակի չեմ, ուզում եմ մի հատ գնամ, նայել տամզի, ներսս ստուգեն, ասենք գլուխս նայեն տենան ինչից եմ ես ասենց որ վատ եմ զգում, լավ չեմ զգում, բայց դե հնարավորություն չունեմ, փող չկա, որ ես ասենք գնամ, ոնց գնամ։ Պետք է հլնի չէ հնարավորություն, որ գնամ մի հատ ստուգվեմ, տեսնեմ ինչ է, ինչ չէ, որ գոյնե կարենան այս երեխեքն դպրոցից չբացակայեն։ Ամեն օր մեկը պետք է մնա հերթով մոտես։ Մանավանդ Սերոժան շատ է բացակայում, որտեվ ինքն ինձ սրսկում է։ Կարմա սրսկի, իսկ մեծ աղջիկս լացում ասում ամեն ինչ ասես կանեմ, բայց սրսկում չեմ անի։ Ուզում եք, որ այս զմերը կարենանք անենք էլի։ Սնունդ չկա, ցախ չունենք, վառելիք չունենք։ Ես իմ, ասենք, հետո էլ շատ պարտքերի մեջ ենք, ասենք, պարտ 35,000 մենակ հալսի փող են վերցրել։ Այդ մարդի փողը ճիշտ է, չի գալիս, չի խեղդում, բայց դե ես էլ վատ եմ զգում, ուզում եմ տամ փողան։ Ոնց է գոյատևում ընտանիք, այ հիմնական միջոցը որ Հիմնական միջոցը մենք 45,000 բան ենք ստանում, նպաստ ենք ստանում։ Այդ նպաստով մեկ քիչ ոնց որ ասած կպցնում ենք էլի իրար։ Յոլա ենք եթում։ Այնպես շատ չէ, բայց ասենք երեխեքն այդքան պահանջկոտ երեխեք չեն, որ ասենք պահանջեն, պարտադրեն, ասեն, որ էսի անպայման պետք է հլնի, որ զգում եմ, որ ես ի վիճակի չեմ կարող աշխատեմ, հերն էլ գնացել էր մեկին ցախ ջարդելու, մի 3 օր ասենք մեջքին շալն կապած մանա գալիս, չի կարող, ինքն էլ առողջություն չունի։ Ուզում եմ, որ բոլոր պաշտոնյաներն էլ բան անեն, որ ասենք այս ծեվի մեր նման անապահով մարդկանց գոյնե առնվազն մի տուն ունենան, որ իմանան, որ թափառական չեն ժողովուրդը, sense թափառական չեն կարում, էլի, թափառական չլնենք, էլի ոչինչ, քչով յոլա ենք եթում, ասենք, քիչ բան հլնի, կուտեն, ասենք, երեխեքն կապրեն, ուրիշի շորերով կապրեն, բայց ասենք, որ sense թափառական ընկնում ես այստեղ, ընդեղ, այդ մի քիչ ուրիշ է, էլի։ Մարդիկ շատ են օգնում մեզի։ Օրինակ այն դիվանը, որ հմ երեխեքը նստած են, մեր հարևանի մարդն է տվել անցած շաբաթ։ Ճիշտ է, կողքերից շատ են օգնում, ես շատ շնորհակալ եմ իմ գյուղացիներին, որ տենում են, օգնում են, երեխեքին շորերի, կոշիկների, ամեն ինչով էլի հասնում են, բայց դե հիմնական հարցը մեր տուն ունենալն է, հացի խնդիրը, որ ալուրին հազիվտերիցերի հասցնում ենք։ հացը թխում եք։ Հա, հացը, որ եթե ես առնեմ, մի 35,000 մենակ հացի փող եմ պարտք։ Պետք է հացի փողն, այս ամսվա նպաստը պետք է ես տամ հացի փող պրծնեմ, էլ չի էլ մնա, որ կարենամ առնեմ ալուր։ Իսկ աշխատել պետք կա։ Իսկ աշխատանք էլ անել չեմ կարում կզվում եմ, գլուխս ասենց պռմա, երեխեքը ոչ մեկ ասում եմ, դու ոչ մի բան չեմ կարում անեմ։ Ամբողջ օրն ես նստած դեղերին էլ են ապտեկային էլ ահագին էլի պարտք ենք, պարտքով գնում վերցնում ենք, հետո էլի նորից նպաստից տանում տալիս ենք։